Խոսում է Բաքուն, եթերում է Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայությունը։ Շարունակում ենք մեր հաղորդումը։ Ռուսաստանի Պետդումայի մի խումբ պատգամավորներ, փորձագետներ եւ լրագրողներ ծանոթացել են օկուպացիայի տարիներին Հայաստանի զինված ուժերի կողմից Աղդամ քաղաքում իրականացված ավերածություններին։ Ուղևորության ընթացքում պատվիրակությունն այցելել է Իմարետ գերեզմանատուն, որտեղ գտնվում են Ղարաբաղի խաների դամբարանները։ Վերջին Ղարաբաղյան խանի դստեր Խուրշուդբանու Նաթավանի գերեզմանը։ Նրանք սեփական աչքով են տեսել հայկական վանդալիզմի հետևանքները։ Կրոնական հուշարձանների պղծումը ապշեցրել է պատվիրակության անդամներին։ Այն փաստը, որ մզկիթը վերածվել է անասնագոմի, վկայում է հայերի բարբարոսական պահվածքի մասին։ Սա վերաբերում է ոչ միայն դա իրականացնողներին, այլև պետական գործիչներին, ովքեր գիտեին, որ դա տեղի է ունենում։ Հայաստանի կողմից ականադաշտերի քարտեզները տրամադրելուց հրաժարվելը խաղաղ համաձայնագրերի կոպիտ խախտում է, նշել է Սերգեյ Մարկովը։ Արդյունքում դանդաղում է ազատագրված տարածքների վերականգնման գործընթացը, իսկականի պայթյունի պատճառով զոհվածների թիվն աճում է։ Ռուսաստանը որպես այդ համաձայնագրերի իրականացման երաշխավոր ամեն ինչ անելու է, որպեսզի հայկական կողմը տրամադրի ականադաշտերի քարտեզները։ Ավերվածությունների մասշտաբը ցնցում է մարդկային գիտակցությունը։ Հավանաբար այսօր երկրագնդի վրա չկա մի այլ վայր, որտեղ կարելի է ականատես դառնալ նման մասշտաբների վանդալիզմի, ատելության եւ թշնամանքի։ Սա ռազմական հանցագործություն է, եւ Հայաստանի քաղաքական ղեկավարները պետք է դրա համար պատասխան տան միջազգային դատարանի առջև։ Ադրբեջանում գտնվող Ռուսաստանի պատվիրակությունն այցելել է նաև Աղդամի ջումա մզկիթ։ Պատգամավորները ու փորձագետները տեղեկացվել են, որ մոտ 30 տարի առաջ նախքան օկուպացիան այստեղ բոլորովին այլ պատկեր էր։ Աղդամի բնակչությունը կազմում էր 60,000 մարդ, քաղաքը բարգավաճում էր։ Տպավորությունները շատ տխուր են, որովհետև երրորդ հազարամյակում նման ցեղասպանության ականատես դառնալը անհավատալի է։ Փաստորեն սա համեմատելի է ֆաշիզմի հետ։ Ավերված քաղաքը շատ ծանր տպավորություն է թողնում։ Ամենատխուրն այն է, որ քաղաքը ոչնչացվել է ոչ թե ժամանակի ընթացքում, այլ մարդկային ձեռքերով։ Կարծում եմ, որ 21-րդ դարում ցանկացած ավերվածություն չի կարող արդարացում ունենալ։ Ուղևորության շրջանակներում Պետդումայի պատգամավորները եւ ռուս փորձագետները այցելել են նաեւ Շահբուլաղ ամրոց։ Նրանց տեղեկացրել են, որ օկուպացիայի տարիներին Բերդը թալանվել է։ Նշենք, որ պատվիրակության կազմում ընդգրկվել են Ռուսաստանի Պետդումայի միասնական Ռուսաստան խմբակցությունից Օլեգ Վալենչուկը, Պետդումայի ՌԼԴԿ-ի խմբակցության ղեկավարի խորհրդական Սերգեյ Վորոնինը, ՌԼԴԿ-ի անդամ Սերգեյ Կալաշնիկովը, ազգային պաշտպանություն ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոչենկոն, լրագրող, գրող եւ հրապարակախոս Դիոնիս Կապտարը, քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը։